ԱՄՆ-ն Իրանի նավահանգիստների լիակատար շրջափակում է սահմանել ամբողջությամբ դադարեցնելով միջազգային ծովային առևտուրը դեպի Իրան եւ Իրանից, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Սրանք ապահովում են Իրանի տնտեսության մոտ 90%-ը։ Ամերիկացիները վստահեցնում են, որ առաջին 24 ժամվա ընթացքում ոչ մի նավ չի կարողացել ճեղքել շրջափակումը, իսկ վերլուծաբանները նշում են, որ առնվազն 2 նավ հատել է Հորմուզի նեղուցը։ Մեկը Ռիչստերի լցանավն է, որը չինական ընկերության է պատկանում եւ գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Այս հայտարարությանը Իրանը դեռևս չի պատասխանել, այն իսկապես հավաստի է, թե հերթական ամերիկյան մանիպուլյացիա։ Թեև ամերիկյան կողմը շարունակում է նմանատիպ հայտարարություններով եւ ծայրահեղ գործողություններով հանդես գալ, Իրանը շարունակում է պնդել, թույլ չեն տա որևէ մեկին փորձել վերահսկողություն ստանձնել իրենց պատկանող տարածքներում։ Որքան էլ ԱՄՆ-ն փորձում է այս տեսակ քայլերով ծնկի բերել Իսլամական Հանրապետությանը, այնուամենայնիվ հստակ երևում է, որ կորցրել է պատերազմի առաջին օրերին առկա հզորությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որ հնարավոր է շուտով ավարտվի պատերազմը Իրանի, Իսրայելի, ԱՄՆ-ի միջև։ Նախորդին հայտարարություն էր արել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը, ասելով, թե իրենք հասել են իրենց հիմնական նպատակին եւ պատերազմը շարունակելու իմաստը այլևս չկա։ Այս կերպ նա ակնարկել էր Խամենեիի ռեժիմի տապալումը։